Պարոն Պողոսյան, բարև ձեզ, մի քանի հարց եթե կարելի է։ Պարոն Պողոսյան, 2021-ի նոյեմբերի 9-ին, երեխեք, 2021-ի նոյեմբերի 9-ին վարչապետ Փաշինյանը եկավ այստեղ Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեց, այսպես տխուր դեմքով շիրիմների առաջ, ծնկեց որոշ շիրիմների առաջ, մեղանչական խոսքեր եւ այլն։ Դրանից հետո մենք չտեսանք իրեն նոյեմբերի 9-ին Եռաբլուրում, ավելին դրանից հետո ինքը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ին այլևս վերադարձ չենք ուզում, գնում ենք խաղաղության ճանապարհով։ Դուք նախ ինչ կարծիք ունեք Փաշինյանի այս նոր բռնած գծի հետ կապված եւ նոյեմբերի որը բանը ոչ իմաստ կա մեկնաբանելու, ոչ քննարկելու։ Ի սկզբանե ոչ լեգիտիմ է համարվում։ Ես մի բան գիտեմ։ Ցանկացած քաղաքական միավոր, որը խոստում է տալիս գալիս է իշխանության եւ չի կատարում, այլևս ոչ լեգիտիմ է։ Լեգալության խնդիրը դնում է մի կողմ։ Ինչ ոչ լեգիտիմ իշխանություններ ինչ քննարկել, ինչը մեկնաբանել։ Պարոն Պողոսյան, իրենք ասում են, որ մեզ ընտրել է 600,000-ից ավելի քաղաքացի։ 1.24-ն է, 1.24-ն է ժողովուրդ, թե 2/3-ը։ Ուրեմն ասեմ, երբ որ 600-ը ասում, ինքներդ հարց չեք տալիս, այդ 600-ը 2 միլիոնից քանի տոկոսն է, եւ ժողովուրդ ասածը, որ ասում են, դա ովքեր են։ Չգիտեմ, թող թիվ ասեն, 100,000-ն է, 200,000-ն է, 1 միլիոնն է, 3 միլիոնն է, աշխարհով մեկ սփռված 10 միլիոնն է։ Մանիպուլյացիաներին ենթարկվելու իմաստ կա։ Փաստն է, չէ՞։ Ինչ ենք նոյեմբերի 9-ին հայերով գալիս Եռաբլուր, այլ ոչ թե միշտ ոնց մայիսի 9-ին էին գալիս օրինակ, կամ սեպտեմբերի 2-ին։ Մեր օրակարգը ինչ է փոխվում։ Դա չի արդյունքը։ Մենք արդյունքով գնահատենք։ Արցախի էջը փակել են պարոն Պողոսյան եւ իրենք բոլոր պատմաբանները ասում են մեր համար Արցախի Ժորժան, ես մեկ անգամ չեմ կրկնա դրա մասին։ Միջև կա որևէ հայ, ում սրտում, հոգում եւ մտքում կա Արցախը, Արցախի էջը փակ չի։ Նույնիսկ Բաքվի բանտերում մարդիկ կան, որ ասում են Արցախի հարցը փակ։ Այ դա տարածեք։ Այ դա ասեք։ Այո։ Ռուբեն Վարդանյանին կլինի, ինչի վստահ եք, որ մնացած ովքեր որ գերի են գտնվում այնտեղ այդ նույն կարծիքին չեն։ Արցախի էջը չի փակվելու, մինչև աշխարհում կա գոնե մեկ հայ, ում սրտում, հոգում եւ ոգում կա Արցախի հարցը, դրա համար խնդիր է լուծել։ Այս բոլոր մարդիկ, ովքեր որ այսօր գալու են այստեղ, ոնց կարան իրանք համարեն Արցախի հարցը փակ։ Վերադարձի հնարավորություն տեսնում եք։ Ես գիտեմ, որ աշխարհում անհնարին բան չկա։ Ամբողջ հարցը այն է, որ երբ որ երեխան ծնվում է եւ միգուցե 5 տարեկանում երազում է օրինակ ծանրամարտի աշխարհի չեմպիոն դառնա, ինքը չի կարող 6 տարեկանում դա անի, բայց կարող է անել 20 տարեկանում։ Ուրեմն պետք է մի բան ունենալ, որ եթե մենք երազանքը մեր պահենք, որևէ մի բան անհնարին չի։ Իսկ երազանքի հիմքը մեր պարտքն է այստեղ հավերժացած մեր ազգային հերոսներ։ Իսկ այսօր խաղաղությունը իրատեսական համարում եք, երբ նշում եք, որ Բաքվի բանտերում է։ Ժորժան, կներեք, արդեն հասկանալ են, չեմ ասին, պարզապես դեպ մի հատ հարց վարում։ Երբ որ ձեզ խաղաղություն են ասում, դրա դիմացի գաղափարը որ մեկն է։ Վախ։ Նայեք, աշխարհի ամեն ինչը այդ նույն չինական ինյանի կամ սև ու սպիտակի, չէ՞։ Երբ որ ասում ենք հաղթող, միջև չլինի, ինչի համար ենք ասում, որովհետև կա մեկը, որը պարտվել է։ Մենք համեմատության համար պետք է անենք։ Երբ որ ձեզ խաղաղություն են ասում, բայց դա ներկայացնում են վախի մթնոլորտի մեջ, որ սենց չանենք պատերազմը լինելու։ Ուրեմն դա խաղաղություն չի։ Խաղաղության բառի մեջ վախ չի կարող լինել։ Իսկ ձեզ խաղաղությունը վախացնելով են բերում։ Ուրեմն եկեք այդ բառը ընդհանրապես մի օգտագործեք, էլի։ Նա ասում են կրակոց չկա, ուրեմն կա խաղաղություն։ Գիտեք ինչքան ժամանակ կրակոց չի եղել։ Քանիսն եք տեսել, որ ամիսը մեկ մեր Շուշաբանդից նկար է հրապարակում։ Ճանապարհ կար, գնում գալիս ենք, բայց երբ որ ինձ հարցնում էիք, ինչ էի պատասխանում միշտ։ Մեր պատերազմը չի ավարտվել։ Հիմա էլ չի ավարտվել։ Շնորհակալություն։ Սխալը, պետության Չի ընդունելու, երբ ես տեսել սխալված մարդը սխալ ընդունի։ Սխալը տեսանյութ հրապարակել 40։ Ես Փաշինյանին չեմ հետում, ոչ լեգիտիմ իշխանություններին չեմ հետում, ձեզ խորհուրդ եմ տալիս։ Լավ ասել էր, կարող եք կանխել, Ինչ ասում, հերթական մի հայ մի բան է ասել, նստեմ մեկնաբան։ Բանին ընդունել, որ Արցախը Ադրբեջանի Ինքը դրա մասին մի քանի անգամ էլ ասել էր եկեք հիշի։ նոր տեսանյութ։ Էդի հա ասենք վերահրապարակել է, բայց բան չի արել։ Ասենք հիմա ինչ որ ասել է, ինչ։
Սխալի համար պատասխան են տալիս, ոչ թե հրապարակում են։ Իսկ երբ որ մարդ գիտակցում է, որ սխալ է արել, ինչ անում։ Հրաժարական է տալիս, հեռանում է, ոչ թե թատրոնա բեմադրում, մնալով իշխանության մեջ նոր ընտրությունների անուն դրած տակ կազմակերպում, հետո մեր վրա վաճառում, թե հրաժարականն եմ տվել։ Ոչ հրաժարական տվածները, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ասեց հեռացավ։ Դուք իր հետ գործընկեր էիք, նույն գումարման ազգային ժողովի падգամավորներ էիք, այն Մի ժամանակ հատ բան ասեմ, էլի, քո մոտիկ ընկերը, գործընկերը, որ քո տունդ վաճառի, հանի, վիճակ ձևավորի, որ չկարողանաս գնաս պապերիդ մոտ, դու դրան ինչ կհամարես։ Դե եկեք բան էի հարցնում, գործընկեր եք, այն ժամանակ դուք իր խոսույթում, անձնական շփումներում Ես դա ասել եմ, որ ես լիակատար այլ մարդ եմ ճանաչել, որը այլևս չկա, ու չկա, որ միջև նույնիսկ նոյեմբերի 20-ից է, որտեվ մեկ անգամ չեմ երևի, եթե հետևել եք, հույսով եմ, որ Facebook-ն չի ջնջել իմ գրառումներս, երբ որ ասել եմ, ես ինչ ես անում։ Մեզ պատերազմ է սպասում, մեզ ազգային միասնություն է պետք։ Ու դա միջև 20 թվականի սեպտեմբերի 26-ն էր։ Այսինքն այս ատելություն Արցախի նկատմամբ չեք զգացել այն ժամանակ, որովհետև հիշում եմ ժամանակին անգամ ձեր տանն էիք հյուրընկալում իրեն։ Դե չի եղել, տենց չի եղել, ուրիշ մարդ է եղել։ Կամ ուրիշ անձ է եղել, չեմ կարող ասել։ Դա էլ իմ սխալն է, ինչ համար նորից ներողություն եմ խնդրում։ Շնորհակալություն։ Ես պետականությունը փոխում ենք եւ ազգը տեսնում ենք, որ արդեն տրոհվել է բազում մարդերի հետ,